Համեցեք։ Սերգեյ Մովսիսյանն արդեն 20 տարի պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում։ Դատապարտվել է բանդիտիզմի եւ կազմակերպված խմբի կողմից սպանություն կատարելու համար։ Մի քանի ամիս է, ինչ Փակխցից տեղափոխվել է Արթի քրեակատարողական հիմնարկի կացարան, հույս ունենալով օր առաջ հայտնվել ազատության մեջ։ Դեպքը տեղի ունեցել 2006 թվականի հունվարին, հիմա արդեն 20 տարին անցավ, 21-րդ տարին է գնում։ Դատապարտվել եմ 2008 թվականին ազատազրկման, սպանության եւ ավազակային արձակման համար։ Դեպքից կարամ ասեմ, որ այս տարիները չեն, որ ինչ որ բանի ստիպել են, որ ես փոշմանեմ կամ ինչ, կատարած պահին էլ դա չպետք է տենց լիներ։ Նույն վարկանին դուրս գալուց հետո գործով կա բաներ, որ ասեմ գումարը թափել ենք գետնին, անձամբ ես եմ թափել, գործում է դա սաղ գրած է, այսինքն դա պետք է չլիներ տենց։ Ոչ այս տարիները, ոչ դատավճիռը, ոչ բռնվելը, ոչ մի բանը դրա հետ կապված չի, որ ես փոշմանել եմ, որ այդ քայլին գնացել եմ, որովհետև տենց չպետք է լիներ։ Իսկ այս տարիները ուղղակի ապրում մեծանում ես, հարմարվում ես այս կյանքին, գիտակցելով, որ վերջո մարդու կյանք է գնացել ու դու պատասխանատու ես դրա համար, անկախ նրանից դու ուզում ես դա թե չէիր ուզում, այդ եղել է արդեն։ Ոչինչ չես կարող փոխես, կարաս փոխես քո կյանքը, փորձելով տանես դեպի լավը, դեպի դրականը։ Ես ասեմ, որ ես մինչև այսօր չեմ ադապտացվել այս կարգավիճակին, կառավարված, ես չգիտեմ, եթե դու հարմարվես այս ամեն ինչին, երևի ես չեմ պատկերացնում, որ կարելի է հարմարվել, որովհետև միշտ ձգտում ես, ես ընտանիք ունեմ, երեխեք ունեմ, մեծ տղես արդեն 21 տարեկան է, երբ որ բռնվել եմ մի տարի 10 ամսեկան է եղել։ Այսինքն ապրում ես, շարունակում ես քո կյանքը, ինչ որ ձև դասավորում ես։ Ընթացքում դες 20 տարիները ես նոր եմ եկել, 6 ամիս, 7 ամիս առաջ եմ եկել։ Հունիսի 3-ին եմ եկել այս գաղութ, ինչեւ այդ փակ ռեժիմում ենք եղել, կամերային սիստեմում։ Դու քեզանով պետք է զբաղվես, դու եթե քեզ նպատակ ունես չկործանվես, թե չհիվանդանաս, դու քեզանով պետք է զբաղվես, զբաղվում ես գտնում ես, ես անում ես վերջերս, ասենք վերջի տարիներին ինչ-որ տենդենս կա, որ պետության կողմից ինչ-որ բաներ է կազմակերպվում, միջև այդ բացարձակ ոչ մեկին հետաքրքիր չէ, դու ինչ ես անում, խցում։ Ձևական կարող է ինչ-որ բաներ կար, բայց ընդհանրապես դա ոչ մի բանի վրա չէր ազդում։ Բայց ասենք մենք թենիս էինք բերել դրա զբոսանքի տեղը, մենք մեր համար հելում խաղում էինք, դա ոչ մեկ չի կազմակերպում, ամեն ինչը զոր ալնում, բայց հիմա տենդենս կա, որ գնալով լավանում է այդ ամեն ինչը։ Սկսում են ուշադրություն դարձնել, ես անել, էլի դժվար ցաներ ամեն ինչը ստացվում, բայց էլ գնում է առաջ։ Ավելի հետաքրքիր է միշտ առօրյան, որտեղ ունես ավելի շատ զբաղմունքներ, մարդկանց հետ ես շփվում, մի խցում երկու հոգու հետ չես շփվում, էլ ասեմ։ Պատկերացրեք դու ընտանիքի մեջ մարդիկ վեճ վիճաբանություն են ունենում, հակասություններ ունեն ինչ-որ կարծիքների հանդեպ եւ այլն, դու պատկերացրա բոլորովին քեզ անծանոթ մարդու հետ, ոչ քեզ բարեկամա, ոչ ընկեր է, ոչ մեկ եկել ես ու դու 18 տարի իր հետ նստած ես։ Նստել ենք, ոչ վեճ ունեցել իրար հետ, ոչ էլ դառնում ես ընտանիքի անդամն է դառնում։ Բայց այս ռեժիմների հարցը, որ ավելի շուտ սկսի բացվել, ինձ թվում է շատ ավելի շատ կնպաստի թե վերասոցիալականացմանը, առհասարակ վերասոցիալականացում, որ ասում են, ես կասեմ, չեն խանգարի վերասոցիալականացմանը, եթե շուտ թողեն։ Դա ամենտեղ աբսուրդային հակասություններ լինում են, դա չգիտեմ, արդեն քաղաքական բանը անիմաստ է դրա մասին խոսալը։ Ես չգիտեմ վախը դա թե ինչա, բայց ցավոտ էր, որովհետև ես չեմ ուզում արդարացման նման հնչի, բայց ասենք իմ գործի շրջանակներում ով էլ նայ իմ գործը, ասում է ոնց են քեզ ծմա տվել, ասենք երկու հոգու, մենակ ինչ չէ, երկու հոգու են ծմա դատապարտվել, մեկ անձի սպանության համար, այն դեպքում որ ավելի դաժանաբար կետեր չկա, ոչ մի բան չկա։
մարդիկ 12-13 տարի սորոկ են ստացել ավելի բարդ գործերի համար։ Այս անարդարության ինչ որ մի հատ բան կա, որ զգում ես, ասում ես ոնց է տենց լինում։ Ու չես կարող օրինական դրան հասնելու ոչ մի միջոց չկա, ատյանները անցել ես, ներժումները ստացել ես, որ ոչ մի փոփոխություն չկա։ Ոչ տեղ դատախազությունը կարա նորից մի բան անի, ոչ արտարադատության նախարարությունը, դատարանը չի կարա գործը վերաբացի եւ այլն, ու մերվում ես դրա հետ, ասում ես դե էս էլ իմ պատիժն էր։ Ասեմ ձեզ, որ երևի ինձանից շատ իմ ընտանիքի անդամներն են տանջվել, որտեվ այս անցած տարի շատ վատ տարի էր, իրար հետևից համ հայրս մահացավ, համ մայրս չսպասեցին, չհասան, չտեսան այդ օրը։ Ամենածանրը իրանց վրա է անդրադառնում։ Դու կարում ես քո ցավը, քո ինչ որ նեղությունը դու քո երբ որ դա քոնն է, ուրիշ է, բայց երբ որ դա քարազատներին է, դա արդեն իրանք էդի ավելի շատ ցավ պատճառում, ոչ թե այն ինչ իմ հետ է կատարվում, այն ինչ իմ հետ կատարվում է, ես կարող եմ տանեմ։ Բայց որ իմ պատճառով իրանց է էդի կպնում, անդրադառնում է ոչ մենակ իմ կյանքի վրա անդրադարձավ մահացողի ընտանիքի վրա, իմ ընտանիքի վրա, իմ հարազատների վրա, բոլորի վրա անդրադարձավ։ Իսկ մենակ իմ պատիժը չի, իրենց պատիժն է բոլորի։ Հա, եղել է 22 թվին ուրեմն մահացողի մայրը քաղաքայցով դատարան էր տվել, քաղաքացիական դատարան, այնտեղ հանդիպել ենք, խոսացել ենք, մինչև այդ հերը ոչ մի ձև չէր ուզում խոսալ, հայրը մահացավ, իր հաջորդը կինն էր դառնում, այսինքն մայրը Արտուր Մկրտչյանի, իր այդ դատարանում զրուցել ենք, մինչև այդ էլ ենք զրուցել, հատուցել եմ նոտարով թուղթ ունեն, գրել են, որ կինը երեխեքը բարդ բանջ չունեն, բայց ես չգիտեմ, դի ոչ կարաս հատուցես, ոչ էլ ոչ մի բան։ Ինքն էլ իմ երեխեքն էլ այտենց մեծացան, իր երեխեքն էլ այտենց մեծացան։ Ինչը հատուցեմ այդը։ Գումար տվել եմ, հա, ինչ որ ուզել եմ, տվել եմ, մի բան էլ ավել, բայց ես չեմ կարծում, որ ես կարամ էդի հատուցեմ կյանք։ Ոչ իրանց, ոչ իմ ընտանիքին, ոչ իմ երեխեքին ես էլ չեմ կարող էդի հատուցեմ։ Ծրագրեր ունեմ, բայց ամեն ինչ կախված է ազատման ձևից, կլինի վաղաժամկետ, թե ոնց ես կլինեմ դուրսը, շատ բան է դրանից կախված։ Սովորել եմ, մասնագիտություն ունեմ, դիմածնոթային խիրուրգ եմ, ատամնաբույժ նաև, բայց 5 տարի պրակտիկա չունենալուց հետո պետք է վերահանձնես, դիպլոմդ պետք է հաստատես, լիցենզավորվես, այսինքն դե արդեն կախված է, պետք է դուրս գամ, ընկերներիցս, կուրսեցիներից շատերը հիմա կլինիկաներ ունեն, կապի մեջ եմ, շփվում ենք, պետք է գնամ։ Իմ հասկանալով 6 ամիսը ինձ հերիք է, որ կարողանամ գնամ վերահանձնեմ, վերապատրաստվեմ, այսինքն լիքը նոր բաներ կան, տեխնոլոգիաներ կան, որոնց պետք է ծանոթանամ, ծրագրեր ունեմ տարբեր, հա, բայց կախված է էլի նրանից, թե ոնց կհայտնվեմ դուրս։ Կլինի դա ռեժիմի փոփոխությամբ, թե վաղաժամկետ ազատում, չգիտեմ։ Դրանից շատ բան է կախված։ Սերգեյը փորձում է աշխատել։ Քրեակատարողական հիմնարկի գրադարանի աշխատակիցը եւս ՑՄԱ դատապարտյալ էր։ Նա տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ, պահման ավելի մեղմ ռեժիմ։ Սերգեյը ցանկանում է զբաղեցնել նրա տեղը։ Աշխատանքը քիչ է գաղութում, հիմա ես էլի դիմել եմ, չգիտեմ, չի ստացվում, բայց հիմա գրադարանը թափուր մնացել գրադարանավորի տեղը, հույսով եմ, որ ինձ կընդունեն ստե աշխատանքի, այս պահին ժամանակավոր ես եմ։ Ավելի հետաքրքիր կլինի ստեղ չես կարող կացարանում ճիշտ է հանգիստ է ավելի քան փակ ռեժիմում, բայց էլի մարդա գնում գալի հետդ մարդա ապրում չես կարող հանգիստ նստես գիր կարգահաս թեկուզ կամ ինչ որ մի բան կամ նկարես օրինակ եթե սիրում ես նկարել դրա համար պահա պետք տրամադրություն է պետք էս հույսով եմ ես գրադարանում գիր կարդալու համար ավելի շատ ժամանակ ունեմ 20-ից ավել տենց կոնկրետ իմ գնեմ հաշվեմ ես փոքրուց եմ կարդացել սիրել առաջի կարդացած գիրքը եղել է Վսադիկ Բիզգա ռուսերեն եմ հիմնականում կարդացել Նայնրիդի հանգլուկ ձևավորը իմ սիրած գրքերից մեկն է Վիկտոր Գյուգոյի Չիլավը կատորը սմիոցը եւ այլն սիրում եմ գրականություն միջազգային գրականություն դե կա օրենսգիրքը սահմանում է ունի նորմեր մինիմում մաքսիմում բայց ամեն մարդու արար օրինակ կա գողություն 4-ից 8 տարի
բայց մարդ կա, ես անձամբ գիտեմ այդ մարդուն, Սևանի գաղութում 4 տարի նստել է նրա համար, որ 4000 դրամանոց պլիտա բազարով անցնելուց վերցրել է, կամերաները ցույց է տվել, նստել է 4 տարի դատապարտել են։ Այսինքն իր արարքը համաչափ չի, հա, օրենքով է, բայց համաչափ չի իր արածը։ Այդ մարդը չի կարա ուղղի ու դրական ինչ որ դրականով չի կարա լծվի այս պետության հանդեպ, իր հանդեպ վերաբերմունքին, այսինքն դա իրեն չի վերասոցիալականացվում։ Ինքը գաղութում շփվել է մնացած հանցագործների հետ, որ միջև այդ կապ չուներ իրանց հետ, եւ այլն եւ այլն։ Այդ մարդուն դու ավելի շատ կործանել ես այդ դատապարտումով, քանց վերականգնել ես։ Չեմ ասում բոլոր հանցագործները, բայց կան բազմաթիվ դեպքեր, որ համաչափ չեն։ Օրենքով են, բայց համաչափ չեն։ Անօրինական ձևով հասած բանի լավ բանի չի բերում, դա իրականում է տենց է։ Այսինքն չկա տենց գումար, որի համար կարելի է նստել ինչ-որ մի բան անել ու նստել, քան դու քո աշխատանքով, թեկուզ քչով բավարարվելով երկար ժամանակվա ընթացքում, ասենք 10-20 տարվա մեջ դու կտեսնես քո արդյունքը, քո ապրածից, այսինքն իմաստը դրա նրա մեջ է, որ դու այդ ընթացքը ճիշտ ապրես, ոչ թե հասնես ինչ-որ բանի։ Չգիտեմ ինչ ամփոփեմ, շատ բան կա խոսալու։ Ինքդ քո հետ արդար պետք է լինես։ Չխաբես ինքդ քեզ, թե դու գիտես դու ինչ ես արել, ինչ չես արել, չպետք է քեզ ոչ ավելի շատ դատապարտես, ոչ ավելի շատ արդարացնես, այսինքն արդար պետք է լինես ինքդ քո հետ, որ խիղճը կանգնես լինի։